Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ։ Ես մի քանի օր առաջ հրապարակային խոստացել եմ անդրադառնալ մի կարևոր թեմայի, որը վերաբերում է օրեր առաջ, ընդհանրապես մի քանի օր առաջ, մարտի 24-ին, եթե չեմ սխալվում, Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած մի հարցազրույցի, որը տվել էր ՔՊԻ դաշնակից, ՔՊԻ հետ կոալիցիա կազմած Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության ամենա երևացող անդամը, ավականու անդամը, ազգանունը Անի Խաչատրյան անունով, կապված այդ ժամանակ Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձանց հետ, եւ նա այդտեղ իրեն թույլ էր տվել որոշակի արտահայտություններ, որոնք մտածելու տեղիք են տալիս։ Այսօր կակրած Գյումրիի ընտրությունների մասով լրության օր է, կարծում եմ լավ առիթ է, որպեսզի գյումրեցիները, նրանք ովքեր որ դեռ վերջնական որոշում չեն կայացրել, մտածեն եւ վերջնական որոշում կայացնեն։ Նորից չեմ ասելու իմ դիրքորոշումը, բոլորի համար պարզ է, առաջինը լավ, առաջին մասով կասեմ, իմ դիրքորոշումն այն է, որ գյումրեցիները մեզնից, ոչ գյումրեցիներից լավ գիտեն ում են ընտրելու, ես ինձ իրավունք չեմ տալիս որևէ կոչով դիմել գյումրեցիներին, միաժամանակ ցանկությունս, թե ովքեր ուզենայի, որ չանցնեն ավագանի կամ հնարավորինս քիչ ձայն ստանան, դա նույնպես հայտնի է։ Մի բան կարող եմ, ներողություն զանգ եկավ, մի բան կարող եմ միայն այս թեմայով ավելացնել, որ այստեղ կոչ կանեմ անպայման մասնակցել ընտրությանը։ Եթե Գյումրիում չեք, բայց Գյումրիի գրանցում ունեք, ժամանակ գտեք այդ հիանալի գարնանային օրը, ոնց որ թե լավ եղանակ է լինելու, անցկացնելու մեր հայրենիքի այսպես տարբեր հատվածներում, գնացեք եւ հասեք, անպայման քվեարկեք, ինչքան շատ մարդ քվեարկի, այնքան ավելի լավ։ Դա միանշանակ։ Սա է, ուրիշ բան այստեղ չունեմ ասելու, անցնեմ այն թեմային, որը կապված է մեկ այլ քաղաքապետարանի հետ, Երևանի քաղաքապետարանի հետ եւ այդ իրադարձությանը, որը կարող է այդպես առաջի հայացքից թվա, որ դե հա, խոսքի ազատության սահմաններում է, մարդը ինչ-որ արտահայտություններ է արել, ինչի մասին է խոսքը։ Բայց մենք հիմա մանրամասն դրանք անդրադառնանք։ Ուրեմն տեսեք, նախ ինչ է տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետևյալը։ Բանից պարզվում է, ես օրինակ տեղյակ չէի։ Հայաստանում առկա են նոր ձևավորված էկո ակտիվիստների խմբեր։ Նոր ձևավորված ուրեմն էկոակտիվիստների խմբեր, հենա մեկնաբանություն եմ տեսնում, Ավինյանի կողմից քրդերի նկատմամբ արած արտահայտությունն են հիշեցնում, այո, դա էլ պետք է հիշել, բայց հիմա ես մի քիչ դա էլ պետք է հիշել, ես քանի որ այստեղ մի քիչ ավելի լայն խնդիր է, դրանք անդրադառնամ, ինչ վերաբերում Ավինյանի արտահայտությանը, ապա այն նույնպես կարծում եմ քննարկման ենթակա պետք է լինի, այո, միանշանակ ճիշտ եք, հարգելի քաղաքացի։ Վերադառնալով, ինչ է տեղի ունենում։ Ուրեմն էկոակտիվիստների խմբեր են ձևավորվել, որոնց մեջ նոր խմբեր, որոնց մեջ կարևոր դեր ունեն ռուսները, ազգությամբ ռուսները, որոնք որ մի քանի տարի առաջ տեղափոխվել են Երևան, նրանց մեծ մասը հեռացել է արդեն, բայց մի մասը մնացել է, այդ մնացածների մի մասն էլ
ցանկություն ունի ինտեգրվել մեր հասարակությունում, հայերեն են սովորում, տարբեր հանդիօգուտ գործունեությամբ են զբաղվում, լավ են անում, բարի գալուստ լինի, հաջողություններ ունենան, շատ լավ են անում, ես դա շատ ողջունելի եմ համարում, որովհետև առաջի հերթին դա տենց ինչ-որ դեմոգրաֆիայի համար վտանգ չներկայացնող թվերի մասին է խոսքը, սա մեկ, երկրորդը գործ ունենք մշակույթով մեզ շատ մոտ ժողովրդի հետ, բարեկամ ժողովրդի հետ, երրորդը մենք էլ մեծ սփյուռք ունենք, շատ մեծ սփյուռք ունենք, անհավանական մեծ սփյուռք ունենք Ռուսաստանում եւ առիթ ունենք նաեւ մեր օրինակով ցույց տալու, թե ինչպես ենք մենք վերաբերվում այստեղ բնակվող ռուսներին, ակնկալելով փոխադարձ վերաբերմունք նաեւ Ռուսաստանում բնակվող հայերի նկատմամբ, սա էլ է շատ կարեւոր։ Այս մարդիկ իրենց մշակույթում մտած է այս կանաչի նկատմամբ վերաբերմունքը, դե մեր քաղաքը առանձն էլ լավ վիճակում չի կանաչի մասով, հիմա էլ էս Ավինյան ենք, մեր հարկերի հաշվին, ես էկոլոգիական իրավունքների մասնագետ չեմ էլ պատրաստվում այդտեղ մտնել, նախ գիտելիք չունեմ, երկրորդ ժամանակ չունեմ, բայց որպես քաղաքացի շատ եմ ցավում, այն ինչ որ տեսնում եմ, հենա հիմա համասարանի մոտերն եմ, եկան առողջ ծառերը կտրեցին, այսինքն մեր հարկերի հաշվին առողջ ծառերը կտրում են, հիվանդների մասին չի խոսքը, որպեսզի տեղի ինչ որ անունը հուդայա ծառեր տնկեն, չգիտեմ 10 տարի հետո, 20 տարի հետո, 30 տարի հետո կկպնի, չի կպնի այդ ծառը, փոքր ծառեր են ինչ որ դեկորատիվ որևէ բան չիրականացնող, ամառը այս ծառերի, ստեղ եմ ես մեծացել, այս թաղերում եմ ես մեծացել, գալիս ենք այդ ծառերի հովին, ստեղ շախմատի տան կողքնել մի հատ մեծ ծառ կա, հիշում եմ թթի ծառեր, թութ էինք ուտում, նստում ենք, հովանում ենք, մի խոսքով, մեր հարկերի հաշվին, տեսեք որն է բանը, ոչ միայն լավ բան չեն անում, այլև վատ բան են անում, մեր հարկերը ծախսում են, այդ ծառերը կտրելու, դրա տեղը ինչ որ անհասկանալի բաներ դնելու վրա, հետո էլ տենց հղում են անում, մեր մասնագետները ասում են, որ դա լավ է, ապտոցս դրեմ աշկերից ցաված, մեր մասնագետները ասում են, որ դա լավ է, եւ այլն եւ այլն։ Դե ինչ որ մարդիկ կան, որ սրանով զբաղվում են, բայց տենց ես այդտեղ շատ մանրամասն չասեմ, ամեն դեպքում որպես քաղաքացի ես էլ եմ կտրուկ դեմ այս ծառերի հատմանը, ավելին հուսով եմ այդ օրը շուտ կգա, երբ որ այս քաղաքական իշխանությունը այլևս կզրկվի իրենց իշխանական լծակներից, կպենք եւ հնարավորություն կլինի այս հարցերը օբյեկտիվ, անկողմնակալ քննության ենթարկել ու տեսնել, թե այստեղի կոռուպցիոն խնդիրներ կան, ինչ խնդիրներ կան, քաղաքի էկոհամակարգը ավիրելու խնդիրներ կան եւ այլն։ Հիմա այս մարդիկ, որոնք տենց ինչ որ տարբեր խմբեր են, որտեղ մենք ռուսներ չեն իհարկե, բայց ռուսներ էլ կան, գուցե նաեւ բավական ակտիվ դեր են կատարում, ինչ որ էկոխմբեր են ստեղծել, այդ թվում նաեւ ցանցեր եւ տարբեր բողոքի գործողություններ են կատարում, բողոքելու, որ այ ախպերես ինչ եք անում, ձեր քաղաքն է, ձեր քաղաքի երեն ինչ եք արեցում։ Ու մեր քաղաքն է, որտեղ այդ մարդիկ ստեղ են ապրում։ Այս մարդիկ, դա իդեպ մարդիկ կան, որ նաև Հայաստանի քաղաքացիություն են ձեռք բերել այդ մարդկանցից, որը նույնպես ողջունելի է, ավելի մեծ ինտեգրացիա է, սկսել են նորից ասեմ հայերեն սովորել, շատ լավ է, ես դա շատ ողջունում եմ, մի խոսքով։ Հիմա հերթական անգամ այս մարդիկ գալիս են, մարտի 24-ներ, 5-ներ օրերը կներեք, խառնեմ վերնագրի մեջ վիդեոյի օրը նշված է, լայվի նկատի ունեմ, գալիս են և բողոքի ակցիա են անում քաղաքապետարանի դիմաց, այդ կինը դուրս է գալի, այդ քպայական ասենք, էլի տարբերություն չկա, այդ քպայական հավաքանին դուրս է գալի, չգիտեմ ինչի է դուրս գալի, երևի դուրս է գալի, ուզում է լսի տեսնի, այս մարդիկ ինչ են ուզում, ինչից են բողոքում, որոշ հեռավորության վրա կանոնում է, այդ պահին լրագրողները, որոնք որ այդտեղ են լուսաբանելու համար, մոտենում են և հարցեր են ուղղում իրեն, այդ ընթացքում այդ տիկինը, ուրեմն ինչ է ասում է մենք մեր բանը առաջ ենք տալիս ռուսական վնգստոցին չնայելով, որում սկզբից քաղաքացիության մասին է խոսում, հետո արդեն ազգության մասին է խոսում։ Ռուսական վնգստոցին չնայելով մենք առաջ ենք տալու, դե Նիկոլիցի շտի սովորեն։
հիշում եք այն ժամանակ էլ վնգստացող դատավորների մասին էր դա խոսում, բնականաբար լավ ուսուցիչ ունեն, այդ ուսուցչից սովորում են։ Երկու ձևակերպում է թույլ տալի, մեկ է ռուսական վնգստոցը, մեկն էլ որ ռուսներն ովքեր են, որ իրանց ասացը մեկ բանի տեղ տնենք, այս ձևակերպմամբ ինտերվյու տալիս է, շարունակում է իր գործը։ Հիմա հարց կարող է առաջանալ, դե հիմա ինչ խոսքի ազատության շրջանակներում։ Հարգելի ընկերներ, այստեղ սկսում ենք մի հատ կարևոր իրավական կտոր։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում գոյություն ունի 329 հոդված։ Մի հատ խնդրի այդ հոդվածը նայեք, եթե հնարավորություն ունեք, դե Google-ով հեշտությամբ կարող եք գտնել։ Arlis համակարգում կարող եք նայել։ Այնտեղ քրեական պատասխանատվություն է սահմանվում որոշակի հատկանիշով խմբերի նկատմամբ, ուրեմն ուշադրություն դարձրեք, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու, քարոզելու համար։ Նորից եմ կրկնում, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք։ Բնականաբար այստեղ թշնամանքի մասին չի խոսքը, եւ կարծում եմ նաեւ անհանդուրժողականության մասին չի խոսքը, բայց խտրականության մասին խոսք կա։ Խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք, այն վերջի երկուսը հանեք, խտրականություն։ Այսինքն մարդու արածը ինչ է, եթե ոչ խտրականության հրահրում, խտրականության քարոզ։ Այսինքն եթե մարդը ազգությամբ ռուս է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, թե չենք չգիտի է, ինքը իրավունք չունի բողոքի Երևանի քաղաքապետարանի գործողությունների դեմ։ Ընդ որում, գիտեք ինչն է հարցը, այս մարդիկ չեն եկել իրանց նեղ անձնական հարցերով կամ իրանց խմբային հարցերով բողոքելու, չեն եկել ասել, չգիտեմ, ռուսների նկատմամբ օրինակ ավելի բարձր հարկեր եք սահմանում, չգիտեմ, կա տես բան թե չէ, օրինակ եմ ասում, էլի, բնակարանի գներն են բարձր, այս ինչը սենց չի, այն ինչը նես չի, չէ, ախպեր, այս մարդիկ եկել են այն հարցերով, որի շահառուն առաջի հերթին մենք ենք, մեր երեխեքն են, եւ նաեւ իրանք են։ Դա շատ տրամաբանական է, որտեվ իրանց մշակույթում դա կա այդ կանաչի նկատմամբ հակում։ Հիմա եկել տեսել են մեր քաղաքը խնդրեմ ունի, իրանք էլ պատրաստվում են այս քաղաքում ապրել, փորձում են մեր հետ համատեղ այս խնդիրը լուծել, խմբեր են ստեղծել եւ այլն եւ այլն։ Հիմա հարց, այստեղ կա հանցակազմ, թե չկա հանցակազմ։ Հիմա հարց կտակ, ասեք լավ, այս հոդվածը կիրառվում է, թե չի կիրառվում։ Այստեղ է շանգլուխը թաղված, այսպես ասած։ Շանգլուխը այստեղ է թաղված։ Այս հոդվածը նախկինում 3 հատկանիշ էր միայն ուրեմն պարունակում։ Ազգային հատկանիշը, որը այստեղ կա իրականում ռուս ազգի մասին է խոսքը։ Ազգային հատկանիշը, ռասայական հատկանիշը եւ կրոնական հատկանիշը։ Ազգ, ռասա, կրոն։ Սկզբնական տեքստում։ Հետո դրան գումարվեցին եւս մի քանի հատկանիշներ։ Հենա այս պահին էլ հենց կանգնած, հենց այս պահին էլ հրապարակ եմ մտնում, հենց տեսեք ոնց են հերն անիծել, այս հրապարակի ուրեմն փողոցի սաղ ծառերը, առողջ ծառերը կտրել են տեղը, ես ինչ են, ցախավել են դրել, ինչ են դրել, այսպես հիմա ոստիկանությունն էլ կանգնած այդ կանաչապատման ֆորմայով քաղաքի հերը անիծում են։ Հենց այս բաների դեմ են այս մարդիկ բողոքում։ Հենց այս պահին հրապարակ եմ մտնում, հրապարակի կառավարության շենքի շրջապատը։ Մի խոսքով։ 3 հատկանիշներ, հետագայում այս 3 հատկանիշներին 329 հոդվածի նոր խմբագրության, այսինքն նոր տեքստում, ավելացվեցին եւս մի քանիսը։ Այդ թվում, չգիտեմ, հաշմանդամության հետ կապված հարցերը, ազգայինը դարձրեցին ավելի լայն էթնիկական խմբեր պարունակող, որը թերևս ներառում է նաև ներազգային հարցերը։ Իմ համոզմամբ նախկին տեքստով դա չէր էլ պարունակում։ Սեռական փոքրամասնությունները, օքեյ, հիմա ներառել եմ։ Այդ եւ քաղաքական հայացքները։ Ուրեմն այն միջազգային փաստաթղթերը, որ քաղաքական հայացքների հիմքով վկայակոչվում են, իսկ այս հոդվածը գրեթե բացառապես կիրառվում է քաղաքական հայացքների հիմքով ռեժիմի հակառակորդների նկատմամբ։ Այ կակրած այս թեման ինչի, սրա մասին ինչի սկսեցի մտածել, որովհետև այդ նույն օրը Սամվել Վարդանյանի գործով դատավարություններ, որտեղ հենց այս նույն հոդվածով, ուրեմն ՔՊ-ի նկատմամբ թշնամանք, անհանդուրժողականություն, չգիտեմ ինչ, հրահրելու մեղադրանք են պաշտպանում քաղաքական հայացքների հիմքով։ Գնացել նայել ենք այդ փաստաթղթերը, այդ թվում նաև Եվրախորհրդի համապատասխան թարմ փաստաթուղթ կա 2022 թվականի
ուրեմն ռեկոմենդացիա կա։ Էլ չեմ ասում, տենց իրավաբանները շատ են լսել 13 տարի առաջվա արդեն Միացյալ Ազգերի կազմակերպության մի ուրիշ փաստաթուղթ կա, որ կոչվում է Ռաբաթի գործողությունների ծրագիր, Ռաբաթը քաղաքի անունը։ Այն հնում հաստատ չկա, 3-ին ա վերաբերում ռասա, ազգ, սեր։ Իսկ այս բանում Եվրախորհրդում լիքը բան կա, լիքը հատկանիշ կա, ամեն ինչ կա բացի քաղաքական հայացքներից։ Այսինքն այս հոդվածը ավելացրել են մի բան, որը չպետք է այդտեղ լիներ, եւ դա են կիրառում քաղաքական հակառակորդների դեմ։ Դա են կիրառում Սամվել Վարդանյանի դեմ, Նարեկ Մալյանի դեմ, որ դատապարտվեց, եւս մի երկու դեպքով։ Այս հոդվածը կիրառում է։